Հայաստանի շնորհապետական կուսակցության անդամները Գուրգեն Սիմոնյանի գլխավորությամբ այցելել են Սարդարապատի հուշահամալիր, Հանրապետության օրվա առիթով հարգանքի տուրք մատուցելու Սարդարապատի հերոսամարտում ընկածների հիշատակին։ Գուրգեն Սիմոնյանը հայտարարել է, որ կուսակցությունը քաղաքական գործընթացում ներկայանում է որպես մաքուր այլընտրանք եւ չի պատրաստվում միանալ ոչ նախկիններին, ոչ գործող իշխանությանը, ոչ նրանց սպասարկող քաղաքական ուժերին։ Ես ուզում եմ զեկուցել բոլորիդ, որ Հայաստանի շնորհապետական կուսակցությունը որպես այլընտրանք տրամադրված է ձեզ, ես իմ խոսքը պահեցի, սիրելի ժողովուրդ, ես ձեզ համար տվեցի մաքուր այլընտրանք, չափականված մարդկանցով եւ չափականված անցյալով։ Սիմոնյանի խոսքով կուսակցությունը պատրաստ է ընտրությունների տարբեր սցենարների, թե խորհրդարան անցնելու, թե արտախորհրդարանական պայքարը շարունակելու, թե հաղթանակի դեպքում իշխանություն ձևավորելու։ Նա ընդգծել է, որ իրենց քաղաքական ճանապարհը ոչ թե կարճաժամկետ պայքարն է, այլ երկարաժամկետ մարաթոն։ Մարտնչելու ենք միջև վերջին կաթիլը։ Բոլոր սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ մենք բավականաչափ լավ արդյունքներ ունենք, եւ այս առումով վստահ եղեք, որ շնորհապետական կուսակցությունը իր մարտը տանել է։ Շնորհապետական կուսակցությունում նշում են, որ իրենց նպատակն է հայ ժողովրդի համար ձևավորել անկախ քաղաքական հնարան, ուժեղ ժողովրդավարական եւ բարեկեցիկ Հայաստանի օրակարգով։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։